Այսօր եկեղեցու հետ կապված այս ամբողջ խնդիրը որ կա, դա բացարձակ կաթողիկոսի հետ չի կապված, նրա անձի հանդեպ մեր որևէ եպիսկոպոսի, ընդհանրապես նույնիսկ որևէ քահանայի ծխական ոչ մեկի հետ կապված չի։ Ազգային ինքնության կոմպոնենտ է հայ առաքելական եկեղեցին, որը մարդիկ կարող լինեն աթեիստ եւ այդ ինքնության կրողը լինեն ազգային ինքնության այդ կոմպոնենտի կրողը լինեն անկախ իրենց կրոնական հայացքներից։ Ու երբ որ դու եկեղեցու հանդեպ նման հարձակում ես գործում, որը բար կրկնում է Բաքվից եկող հարձակումները, դու երբեք չես ուզել քո կրոնական մոլեռանդ զգացմունքները մի անգամ չարտնացան, երբ ադրբեջանական կողմից էին քո եկեղեցին թիրախավորում, թե մենակ դրանք արթնանում են, երբ կաթողիկոսի կուսակրոնության թեմաներն ես հիշում։ Չի կարող մարդը այդքան ոնց ասեմ, այդքան ստոր ունենք լինել, էլի հասկանում եք, այնքան սինխրոն է այդ աշխատում Բաքվի հետ, այնքան սինխրոն, որտեղ քննարկելու բան չկա։ Ու իրանցից մենակ մեկը անկեղծ ազգային ժողովից ասեց, որովհետև եկեղեցին չի տեղավորվում պետության մեր մոդելի մեջ։ Այսօրվա եկեղեցին։ Եվ պետք է փոխել։ Այդ պետության մոդելի մեջ ես ու դուք էլ վաղ չենք տեղավորվում։ Մենք այսօր էլ արդեն չենք տեղավորվում, ուղղակի մեզ դեռ չեն հասել։ Բայց մենք ցանկացած ազգային ինքնության գիտակցություն ու ազգային արժանապատվություն ունեցող հայ չի տեղավորվելու պետության այդ մոդելի մեջ, որովհետև պետության այդ մոդելը ծրագրված նպատակային գաղափարական առումով Բաքվի մշակած մոդելն է։ Չես տեղավորվելու դու այդ մոդելի մեջ։ Դու չես կարելու վաղը այսօր ասես, վայ, գիտեք, Ադրբեջանը այս գործողությունն է։ Չէ, դու չպիտի նայես Ադրբեջանի կողմ։ Դու չպետք է Ադրբեջանը համարես սպառնալիք։ Բայց Ադրբեջանը կոնկրետ իր համար կոնցեպտուալ, ռազմական, դիվանագիտական, քաղաքական մի հսկայական պաշար է կուտակում։ Մեկ-մեկ ես էլ այսքան ուսումնասիրով զարմանում եմ, ասում եմ, ինչքան անհագուրդ է Ալիևը, որքան հեռահար է ինքը փորձում Հայաստանը իրապես ոչնչացնել։